որ ինքը կապ չունի դրա հետ, ասում են տարբեր պետական պաշտոնյաներ ինչ որ հանցագործություն են արել, այսինքն 6 տարի հետո Արտեմ Խաչատյանը երրորդ անձից գնում է, միայն այս փաստը նրանք օգտագործելով ասում են, որ իբր թե այստեղ հանցավոր ճանապարհով ցակած գույքի օրինականություն է։ Այսինքն այս խայտարակ ուղակի մեղադրանք է, ոչ մի կերպ իրավաբանության հետ հնարավոր չի կապել, ընդ որում շատ կարևոր է նաև ինչ է, որ Արտեմ Խաչատյանի վերաբերյալ դատանում մեկ այլ քրեական գործ է քննվում, որտեղ նա գրավ է կիրառված խափամիջոցը եւ նա դատանին տեղեկացրել է հերթական անգամ բիզնես գործունեության պայմանավորված հից բացակայելու վերաբերյալ, ընդ որում բազմաթիվ անգամներ, քանի որ ակտիվ բիզնես գործունեությամբ զբաղվում, մշտապես մեկնում է եւ պատշաճ վերադառնում։ Հերթական անգամ մայիսի 30-ին դատանին տեղեկացրել ենք, որ մի քանի օրով պետքա մեկնի։ Արտեմ Խաչատյանը մեկնում է, այսինքն պատկերացնում եք, չէ՞, սա ամբողջ տարիների ընթացքում այստեղ մի անգամ չեն կանչում հարցաքննության, մեկ էլ հանկարծ որոշում են, որ Հայաստանից մեկնում է, մի անգամից մեղադրանք, ձերբակալում եւ այլ, ու չեն սպասում ներկայանա, որովհետեւ այնտեղ բժշկական փաստաթղթեր նաեւ ուներ, որոնք ներկայացրել էին միջև այս process-ները, այսինքն մենք չգիտեինք, որ այսպիսի խնդիրներ կա, այս բոլոր process-ները բժշկական ունեինք եւ այդ փաստաթղթերը կար, հիմա ներկայացրել ենք, ասում ենք մի քանի օր սպասեք, այս բժշկական հարցերը ավարտվի, ներկայանա, որովհետեւ միշտ եկել է, երբեք չի խուսափել, չի թաքնվել, այսինչ հրատապություն էր, էլի, օրինակի համար 19 թվականից քննում եք, 11 թվականի դեպք ու այսօր որոշեցիք այս հրատապությունը, որոշեցին, որ ոչինչ չանեն, այսինքն չսպասեն եւ կալանքի միջնորդությունը քննարկեն։ Այս առումով մենք գտնում ենք, որ այստեղ ուղղակի ուղղորդված գործընթացներ են եւ կարծում եմ ինքներդ էլ, որ այս ամբողջ ժամանակագրությունը գնահատեք, կտեսնեք, որ ուղղակի նպատակային փորձ են արել ճնշումներ գործադրել, թե ինչի համար դա հետագայում կարծում եմ ավելի հստակ բարձ կլինի, բայց մի բան հաստատ է, Արտեմ Խաչատյանը բացարձակապես մեղադրանքի հետ կապ չունի, նրա միակ Այսպես ճակերտները ասած մեղքերն է, որ ինքը երրորդ անձից ձեռք է բերել այս գույքը 17 թվականին, որը իբր թե 11 թվականից հանցավոր ճանապարհով դուրս է եկել պետության ֆոնդից։ Ընդ որում ավելի թանկ գնով այն երրորդ անձը ձեռք է բերել, քան գնահատված է եղել, այսինքն այստեղ նույնիսկ արժեքային խնդիր չկա, եթե փորձագետի կողմից գնահատվել է X կին, ավելի բարձր գնով այն ժամանակ վճարում է եղել եւ գնել է այս գույքը, այսինքն այս առումով էլ որևէ խնդիր չկա։ Ես կարծում եմ, որ այստեղ նպատակը մեղադրանք լինելն էր, այդ մեղադրանքով քննություն ձևական ցույց տալը եւ անցած կալանավորելը։ Մնացած մասով Արտեմ Խաչատյանի կալանքի հետ կապված անհիմն լինելը կներկայացնի գործընկերը, կոնկրետ թե ինչ աշճանի հիմքեր գոյություն չունեն, որ հանցագործության դեպք ընդհանրապես գոյություն չունի։ Ուրեմն կարճ ուղղակի ձեր համար, բոլորի համար ընկալելի դառնա թե ինչի է մասին է խոսքը, տեսեք, ուրեմն որ առհասարակ այստեղ հանցավոր իրադարձություն չկա, պարզ բացատրեմ, էլի ուրեմն 2007 թվականին խոսքը վերաբերում է Բրյուսովի համալսարանին պատկանող կողմից օգտագործվող մարզադահլիճին, ուրեմն դա 1960-ական թվականներից, այսպես ասած, անհատույց օգտագործման հանձնված է եղել այդ համալսարանին։ 2007 թվականին այն ժամանակ գործել է հասարակության եւ պետության կարիքների ապահովման համար սեփականության օտարման մասին օրենք, այդ օրենքի հիման վրա կառավարությունը որոշում է կայացրել։ Մի քանի Երևան քաղաքում մի քանի տարածքներ, այդ տարածքներից մեկը եղել է Կողբացի 42 հասցեն, որը որ ասացի 60-ական թվականներից, այսպես ասած, օգտագործել է Բրյուսովի համալսարանը, բայց այդ գույքը, այդ տարածքը փաստացի սեփականության իրավունքով պատկանել է Հայաստանի Հանրապետությանը գույքի կառավարման վարչությանը։ Այսինքն համալսարանը առհասարակ այդ գույքի հետ կապ չի ունեցել։ Ուրեմն 2009 թվականին կառավարությունը կրկին որոշում է կայացրել, նշելով կոնկրետ գնորդին, որպես հանրության գերակաշա այդ գույքը պիտի օտարվի։ Ամենահետաքրքիրը հասարակության այդ պետության կարիքների համար սեփականության օտարման մասին օրենքի 10-րդ հոդվածը հստակ սահմանել է, որ այս դեպքերում, երբ որ գույք կա, սեփականատեր կա, պիտի փոխհատուցվի։ Բայց փոխհատուցվելու դեպքում, եթե ձեռբերողին հայտնի է գույքի նկատմամբ իրավունքներ ունեցող այլ սուբյեկտ, իսկ այդ դեպքում եղել է համալսարանը, որովհետև անհատույց օգտագործման պայմանագիր է ունեցել, համալսարանը կողմ է դարձել։ Այսինքն տեսեք, պետության հանրային գերակաշահի մասին օրենքով կառավարության որոշումների հիման վրա պիտի օտարվեր, բայց սեփականատերը, քանի որ պետությունը որոշակի գումար պիտի ստանար։ Եվ քանի որ պետության գույքը տիրապետում էր նաև այլ սուբյեկտ, անհատույց օգտագործում էր, նա էլ օժտվել է գույքային իրավունքներով։
Շատ པարս, այսպես ասած, իրավիճակ է։ Բայց 2011 թվականին, երբ որ համապատասխան այդ պայմանագիրը կնքվել է, մեր գործընկերները Արտյոմ Խաչատրյանի մեղադրանքում այդպես են սկսել էլի այդ փողերի լվացումը որտեղից է գալի, էլի իբր թե ոչ օրինական գույք։ Իրենք արձանագրել են, որ խախտվել է կրթության մասին օրենքի 45-րդ հոդվածը։ Ինչ ասում 45-րդ հոդվածը, որ եթե ուսումնական հաստատության գույք է օտարվում, պիտի դա նոր սեփականատերը օգտագործի բացառապես ուսումնական նպատակներով։ Այսինքն տրամաբանությունը որն է քննչական մարմնի կամ դատախազաքննչական մարմնի, երբ այս դեպքում ունեցել են համասարանին պատկանող գույք իբր, եւ եթե դա վաճառվում էր, այդ գույքի նկատմամբ վաճառքի դեպքում արդեն բան արեցի օտարման դեպքում պիտի նոր ձեռբերողը օգտագործեր ուսումնական։ Հենց այդ են դիտել խախտումը, բայց արգելիներս ուրեմն չեն նկատել երևի, կարծում եմ չեն նկատել, որովհետև այսօր դատական նիստի ժամանակ էլ այդ հարցը բարձրացրեցի, որովհետև օրենքը հստակ արձանագրում է, որ այդ դեպքում համասարանը պարզապես պիտի հանդես գար որպես կողմ, ոչ թե փոխհատուցման սուբյեկտ։ Այսինքն լրիվ իրավաչափ գործարք է տեղի ունեցել, ընդ որում այդ ամենը կարգավորվել է Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումով, այսինքն կառավարության որոշում սահմանվել է, որ գույքը պիտի օտարվի այսիշ կազմակերպությանը։ Ստացվեց, որ 2011 թվականի դրությամբ, երբ որ գույքը օտարվել է, այդ ժամանակ սեփականատերը չի հանդիսացել Բրուսովի համալսարանը, բնականաբար նոր ձեռբերողի հետ կապված որևէ սահմանափակում չկար, ինքը չէր կարող դա օգտագործել որպես ուսումնական նպատակով։ Հիմա դրանից հետո ինչա տեղի ունեցել։ Դրա ավելի հետաքրքիր հետագա իրադարձություններն են։ Տեսեք, գույքի կառավարման վարչության սեփականությանը պատկանող գույքը օտարվեց։ Դրանից հետո ժամանակի ընթացքում 2000 քանի որ փոխհատուցման պայմանագիր էր կնքվել, պիտի նոր կառուցապատողը, այս կառույցը, որը այդ կառավարության որոշումների հիման վրա մարզատալիճը ձեռքեր բերել, պիտի պետությանը, տվյալ դեպքում գույքի կառավարման վարչությանը տրամադրեր համարժեք գույք, որը բխում է այդ իմ ասած օրենքի 10-րդ հոդվածից, եւ այդպես էլ արել են։ 2014 թվականին տրամադրել են համարժեք գույք եւ անմիջապես նույն օրենքի համաձայն գրանցվել է գույքի կառավարման վարչության սեփականությունը, բայց մեղադրանքը ինչ ուղղությամբ են տարել։ Նկարագրել են թե իբր այդ գույքը, որ նորը պիտի գար, դա ոչ թե գույքի կառավարման վարչությանը պիտի լիներ, այլ պիտի լիներ Բրուսովի համալսարանը։ Մի հարց առաջանում, ախր օրենքի 10-րդ հոդվածը, տեսեք, sense հասարակ օրինակ բերեմ, դուք սեփականատեր եք, ես ձեր գույքի վարձակալն եմ։ Ձեր գույքը պետությունը որպես հանրային գերակաշահ վերցնում է ու փոխհատուցում է ձեզ։ Բայց քանի որ ես ձեր տան վարձակալն եմ, ես այդ ձեր բերողի համար ես հայտնի եմ, որտեղ ի վերջո տիրապետում եմ։ Պիտի ես էլ մասնակցեմ որպես կողմ այդ պայմանագրին։ Դուք փոխհատուցման հասցեատերն եք, բայց ես էլ պայման, որովհետև այնտեղ իմ հետ կապված պայմաններ պիտի լինի, որովհետև գույքը ես եմ տիրապետում, որոշակի իրավունքներ ունեմ, իմ գույքն անդեղի բազմաթիվ տվյալ գույքային այլ իրավունքներով կապված եմ դրա հետ։ Մանավանդ այս դեպքից հետո փոխհատուցման առանձին համաձայնագրեր են կնքվել, որ գույքերը հանվի այնտեղ տարբեր մարզական եւ այլ առարկաներ են եղել։ Հիմա տեսեք, այո, միանշանակ հիմա եթե դուք տան սեփականատերն եք, ես էլ տան վարձակալն եմ, ես կարող էի հետագայում ակնկալիք ունենալ, որ պետությունը ձեզ հատկացվելի գումարը պիտի ոչ թե տա ձեզ, այլ ինձ որպես ձեր տան վարձակալի։ Բնականաբար ոչ։ Այդ օրենքի, այս վարույթի տրամաբանությունը հենց դա է։ Իրանք ինչ են ասում են ոչ, որ 2014 թվականին նոր գույքը կառուցվեց եւ պիտի գույքի կառավարման վարչությանը տրվեր, դա հանդիսանում էր Բրուսովի համալսարանի սեփականությունը։ Բայց մենք ունենք, որ անշարժ կադաստրի համապատասխան վկայականը, որ դա այդ սեփականության իրավունքը գրանցված է հենց գույքի կառավարման վարչության վրա եւ այլ բան չէր կարող լինել։ Հիմա տեսեք ինչ են արել։ Ամենակարևորը ստեղից հետո սկսում է գործընթացը։ Մեր գործընկերները
Այստեղ ինձ թվում է դիմել են իրավաբանական նարամտության, որպեսզի 2017 թվականի Արտյոմ Խաչատրյանի ձեռք բերած գույքը վերածեն ապօրինի ծագում ունեցող գույքի, կառավարության որոշում է եղել 2014 եւ 15 թվականներին, մի դեպքում համալսարանին գումար հատկացնելու, մյուս դեպքում անշարժ գույքի կառավարման կոմիտեի կամ գործակալության սեփականության իրավունքով պատկանող գույքը համալսարանին հանձնելու, այդ հանգամանքը հաշվի առնելով նորից մեղադրանքի մեջ արձանագրել են ոչ միայն 2011 թվականին, այլև 2014 թվականին նախախտվե կրթության մասին համապատասխան օրենքի հոդվածը եւ դրա կապակցությամբ այդ պատճառով գույքը չպիտի օտարվեր եւ դարձել է, այսպես ասած, ապօրինի գույք։ Միտքը որն է, բայց իրականում ինչա տեղի ունեցել։ Բրյուսովի համալսարանը 2014 թվականի դրությամբ մեծ պարգևակուտակած եղել եւ որպիսի այդ պարգևը կարողանա վճարել, կառավարությունը, ելի Հայաստանի Հանրապետության կառավարությունը, համապատասխան ընթացակարգերով, այսինքն տեղեկան հիմնավորումներով, իրավական փորձաքննություններով, այդ թվում Արդարադատության նախարարության կողմից կազմված, գտել է, որ համալսարանի պարտքը մարելու համար պիտի համալսարանի գույք վաճառվի, որովհետեւ եթե պետությունը այլ մարմնի գույք վաճառվի, այդ գումարը չի կարող նստել համալսարանի հաշվին։ Դրա համար որոշել են ու տեղեկան հիմնավորումների մեջ ինչ են նախատեսել, որ բերեք գույքի կառավարման վարչությանը պատկանող այս գույքը տրամադրենք համալսարանին, որպեսզի այս վաճառքի դեպքում գումարը գնա ոչ թե գույքի կառավարման վարչությանը, այլ համալսարանին, որպեսզի համալսարանը կարողանա պարտքը փակել։ Եվ այդ մեկ ամսյա կամ երկամսյա ընթացքում, երբ որ այդ ամեն ինչ կառավարության մակարդակով որոշվել է գույքը փոխանցվել է համալսարան, մեր գործընկերները այդ 2 ամսվա ժամկետը տեսնելով, անտեսելով, որ իրավական ակտի ընդունման նպատակը եղել է բացառապես համալսարանի պարտքը փակելը, քանի որ եղանակ այլ չի եղել, պիտի գույք ունենար, որ վաճառեր, դրել են, որ ուսումնական նպատակով դու գույք ես ունեցել, այդ ուսումնական նպատակով գույքը կրթության մասին օրենքի 45 հոդվածի համաձայն օտարման ենթակա չէր։ Անտեսելով, հարգելի լրագրողներ, անտեսելով, որ Հայաստանի Հանրապետության 3 կառավարության որոշում է եղել։ Եթե մի պարզ տրամաբանություն էլ այլ այստեղ գործում, եթե գույքը օտարման ենթակա չէր եւ կրթության մասին օրենքի համապատասխան հոդվածի խախտում կարող լիներ, ապա իրավական փորձաքննություն իրականացող կոնկրետ Արդարադատության նախարարության համապատասխան գերատեսչությունը կամ հանձնաժողովը չէր տա դրական եզրակացության, որ այստեղ իրավական ակտերի որևէ խախտում չկա։ Այս պարզ տրամաբանության մեջ, որ տեղի ունեցածը իր մեջ որևէ հանցագործության հատկանիշ չի պարունակում, մեր գործընկերները դա դիտել են որպես ապօրինի գույք, հետագայում այդ ապօրինի գույքը իբր թե ապօրինի գույքը ձեռք է բերել կոնկրետ անձ, իսկ 2017 թվականին Արտյոմ Խաչատրյանը նկարագրել են որպես փողերի լվաց։ Փաստացիներից եք փաստացի այսպես թիրախավորվում է Արտյոմ Խաչատրյանի բիզնեսը, ինչ եք մտածում, սա նպատակաուղղված քայլ է, թե գուցե պատահական։ Գիտեք, այս գործով անցնում են բազմաթիվ այլ պաշտոնատար անձինք, ինքը նաև որոնք քաղաքական պաշտոններ են նախկինում զբաղեցրել, այս գործով Աշոտյանն է, Անա Սահակյանն է, գույքի կառավարման վարչության։ Ես խուսափեմ հենց Արտյոմ Խաչատրյանի թիրախավորման այդ ֆինանսների կամ բիզնես գործունեության թիրախավորման մասին խոսել, ես այս համակցության մեջ եմ տեսնում, որ գիտեք ինչ մի sense խնդիր կա, Վենետիկի հանձնաժողովը 2013 թվականին մեծ զեկույց էր կազմել նախագահական քրեական կամ քաղաքական պատասխանատվության մասին։ Ու կոնկրետ օրինակ էր բերել նմանատիպ դեպքերի հետ կապված։ Ու գիտեք վտանգն ու ռիսկերը ինչում էր նախանշել, որ այս տրամաբանությամբ եթե գործենք, մի իշխանության ժամանակվա նախարարներ, որոնք որոշակի գործողություններ են կատարել, իրավական ակտեր են ընդունել,
հետագա իշխանությունների ընթացքում թիրախավորվելու են եւ քրեական պատասխանատվության կարող են ենթարկվել։ Վտանգը ռիսկը տեսել են հանգամանքի մեջ, որ եթե այդ տենդենսը շարունակվի, ապա ամեն նոր իշխանության ժամանակ ցանկացած պաշտոնատար անձ խուսափի ինքնուրույն գործելուց։ Իսկ եթե անձ ինքնուրույն որոշումներ կայացնելու կոնկրետ գործողություն կատարելուց խուսափի, բնականաբար դա պետության տնտեսական հիմքերին առհասարակ պետության գործունեության համար լուրջ խոչընդոտ է հանդիսալու։ Այսինքն այս ընթացքում ընտրություններից առաջ, ընտրություններից հետո եւ այն ընթացքում, երբ որ քաղաքական ինչ-որ process-ներ են կատարվում, դատական համակարգը օգտագործվում է որպես ճնշման մեխանիզմ թե գործարարների, թե նախկին պաշտոնյաների նկատմամբ, պարոն Սարգսյան։ Ես ամփոփեմ հետեւյալ առումով, էլի, ես դեռ հարցին գամ, բայց մի փոքր ներկայացնենք։ Տեսեք, Արտեմ Խաչատրյանը հանդիսանում է Galaxy ընկերությունների խմբի համահիմնադիրը, կառավարման խորհրդի անդամը, այսինքն կոնկրետ բիզնես ամբողջ ստրատեգիան կատարվում է հիմնականում իր կողմից եւ մյուս եղբոր կողմից, եւ իրենք Հայաստանում այս խումբը ունի մոտ 3000 աշխատակից, բավականին բարձր աշխատավարձով, այդ 3000 հոգին իրենց ընտանիքներն են, ոնց որ կոպիտ ասած պահում իրենց ընտանիքները, արդեն այս խումբը միջազգային խոշորագույն ընկերությունների հետ բավականին սերտ բիզնես գործունեություն են իրականացնում, Հայաստանի Հանրապետության տնտեսության մեջ լուրջ ներդրումներ են իրականացնում, իրենց գործունեության հիմնական կենտրոնը Հայաստանն է, այսինքն այս առումով ամենախոշոր հարկատուներից մեկն են հանդիսանում եւ այս տրամաբանության մեջ ուղղակի փորձել այդ ընկերությունների բիզնես գործունեության գլխին կանգնած անձանց նկատմամբ նման գործողություններ կատարելը, սա թիրախավորում է նաեւ Հայաստանի Հանրապետության տնտեսությունը։ Այսինքն մենք ինչ ենք ուզում անենք, քանի հոգի գիտեք, որ նմանատիպ խոշոր ներդրումներ են ապահովում Հայաստանի Հանրապետությունում համաշխարհային հայտնի խոշորագույն, ասենք, բրենդների կողմից։ Իսկ սա ինչ է, սա երկրի տնտեսությունն է, զբոսաշրջությունն է, ամեն ինչի վրա ազդում է, այսինքն ճանաչելիությունն է։ Մենք այսօր փորձում ենք անհիմն մի հատ մեղադրանքով, այս մեղադրանքի մեջ Արտեմ Խաչատրյանը միակ անձն է, որ պաշտոնյա չի։ Այսինքն այն բոլոր անձինք, որ ասում են 11 թվականին, 14 թվականին ինչ որ գործողություններ են արել, դրանց հետո ինչ որ մի անձ կառավարության որոշման հիման վրա կառավարությունը որոշել է վաճառել, որպեսզի Բրյուսովի ինստիտուտի ֆինանսական հոգսերը հոգա, այդ անձն էլ գնել է։ Այդ անձը գնել է, որը ժամանակ հետո էլ վաճառել է Արտեմ Խաչատրյանին, Արտեմ Խաչատրյանը գնել է։ Այսինքն, եթե Արտեմ Խաչատրյանը հանեին գրենք Պողոս Պողոսյան, այդ Պողոս Պողոսյանը մեղադրանք չէր ունենա։ Բայց քանի որ Արտեմ Խաչատրյանը, որ ասում են քո հայրը ֆինանսների նախարարն է, նախկին Գագիկ Խաչատրյանը, հետեւաբար Արտեմ Խաչատրյանին վերածում են մեխանիկորեն մեղադրյալի։ Այստեղ է որ մենք ուզում ենք հասկանալ ինչն է խնդիրը, որ դուք 11 թվականից 2007 թվականի դեպքից սկսած 2019-ից քննություն եք անում, ոչ մի հանցագործություն չկա, ընտրությունից մի քանի օր առաջ որոշում եք որ հանցագործություն է։ Լավ, ինչն է խնդիրը, Արտեմ Խաչատրյանը այստեղ էր, մի քանի օր առաջ սկսեիք, մեղադրանքը ներկայացնեիք, կալանք չկիրառեիք, թողեիք քննությունը կատարեիք, հիմնավորեիք հանցագործունակ, հիմնավորեիք, ասենք 10 տարվա վաղեմություն, ասենք 19 տարվա վաղեմության գործով այսօր անձին կալանքի միջնորդություն ներկայացնել, ինքն էլ Հայաստանում չի փորձել, ասենք նման խոչընդոտներ ստեղծել, որ ինչ նպատակ ենք սանով հետապնդում։ Այսինքն սա ուղղակի ակնհայտ է, որ այստեղ ճնշման միտում կա եւ բոլոր հնարավոր եղանակներով այս ճնշումը գործադրում են եւ մենք այստեղ է որ ուզում ենք որ հարգելի գործընկերներ իրապա համակարգ քննություն եք անում, քննություն արեք, ասենք ինչ եք sense ընկել ամեն ինչ հետևից կալանք, խորիշ խափամիջոց չկա, կիրառեք, քննություն արեք։ Միջնորդության մեջ էլ գրել են ակտիվ քննություն են անում, նոր ինչ որ ապահովություններ են սկսել հայտնաբերել, քննել եւ այլն, նոր չեք սկսել 11 թվականից դեպքն է 2019-ից քննում եք, այսինքն ես նույն բանը ինչ որ դատան եք ներկայացել 2019-ից ունեք։ Այդ ինչ ակտիվ քննություն եք անում, ուղղակի սա պետքա գրել մի բառ գրում են, որպեսզի հասնեն նպատակին, որին հասնում են։ Իսկ այս ժամանակագրությունը ինքնին ամեն ինչ ասում է, ես հիմա չեմ ուզում ավելին խորանալ, բայց կոնկրետ այս process-ներին նախորդել են կոնկրետ անձանց հայտարարություններ եւ այլ, որից հետո այս process-ները սկսում է, ինչպես միշտ Խաչատրյանների հետ կապված այս process-ը հենց այսպես է լինում է։ Բարձր մակարդակով հայտարարվում է, հրահանգը տրվում է, անմիջապես դրանից հետո սկսում են sense ակնհայտ ապօրինի գործողություններ, որոնք որ հետագայում նաեւ հաստատվում են։ Իսկ այս ամեն ինչը նաեւ տարբեր այլ միջազգային ատյաններում, կառույցներում ֆիքսվում է, արձանագրվում է եւ մենք չենք էլ ուզում որ դրան հասնենք։ Մենք ուզում եք քննեք, բայց ինչ եք պարտադիր ուզում կալանավորել, փչացնել մի ամբողջ տնտեսական համակարգի մաս կազմող
բիզնես գործունեություն, որը որ միայն պետությանը օգուտ է տալիս, իսկ եթե կպարզեք, որ հետո հանցագործություն կա, պատիժ կկիրառեք, ինչ խնդիր կա, բայց չէ իրենց նպատակը այս պայս սկսած անձանց կալանավորել, ճնշել եւ դրանով ինչ որ վնասներ տալ, բայց իրենք երկարաժամկետ չեն հաշվարկում։ Ես կարծում եմ, եթե իրենք այս քրեիրավական process-ների կողքին մի փոքր դիտարկեն նաեւ տնտեսական էֆեկտը, ես չեմ ասում, որ Խաչատյանների այս ընկերությունների խումբն է միակը, բայց եթե մենք դիտարկենք, թե ինչ տոկոսա կազմում տնտեսության մեջ ներդրումները եւ այլն արկային կտեսնենք որ դա բավականին լուրջ է եւ եթե մի քանի նման ընկերությունների դու այս ձևով կպնում ես խնդիրները ստեղծում դրսի ընկերություններն էլ ներդրում չեն անի այս բոլոր process-ները եւ վնաս Հայաստանի Հանրապետության տնտեսության կլինեն այսինքն պետք չի ընդհանրապես մի կետի վրա ուշադրություն դարձնել կարելի է համակցված եւ քննություն կատարել եւ փորձել այնպես անել որ այս աշճանի խոչընդոտներ չլինի որ ուղիղ պետությանը վնասում Թե կալանքի միջնորդությունը բավարարվել է բողոքարկվի վերաքննիչ դատարան, միջև կհասկանանք ինչ է, ամեն դեպքում Արտեմ Խաչատյանն էլ հիվանդությամբ պայմանավորված դեռևս Հայաստանի Հանրապետություն չի, փաստացի կալանավորված չի, բայց այս որոշումը բնականաբար կբողոքարկվի։ ABC մեդիայի հարգելի հետևորդներ տեղեկացնեն, որ մենք ուղիղ հեռարձակմամբ աշխատում ենք հակակոռուպցիոն դատարանի